Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում և ներկայացնում են եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ադրբեջանը հաստատել է, Լեռնային Ղարաբաղում քանդվել են հայկական եկեղեցիներ։ Ադրբեջանից նշել են, որ երկու ապօրինի կառույցների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Ստեփանակերտը Խանքենդի անվանող Ադրբեջանի համար Ստեփանակերտի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին օկուպացիայի խորհրդանիշ էին։ Ավելի վաղ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում։ Որդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին։ Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի առաջնորդանիշ Սուրբ Աստվածածին Մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Եվրամիության ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է Եվրոպական միության բյուջետային դեֆիցիտի և Ուկրաինայի համար ծախսերի առաջնահերթության պատճառով։ Այս մասին ասվում է պատվիրակության Նյուզոեմի հարցման պաշտոնական պատասխանում։ Կցանկանայինք կտրականապես հերքել նման մեղադրանքները։ Հայաստանի համար նախատեսված Եվրամիության օգնության որևէ ուշացում կամ վերաբաշխում չի եղել։ Ընդհակառակը, մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը։ Որպես հաստատում, պատվիրակությունը վկայակոչել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի մարտին կայացած այցը, որի ընթացքում նախատեսվածի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի համար Եվրամիության 270 միլիոն եվրո արժողությամբ դիմակայության և աճի ծրագրի երկրորդ փուլի ստորագրումը։ Հայաստանում կենսաչափական նոր անձնագիրը կունենա կարմիր երանգ։ Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում։ Դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ աշխատանքային քննարկման ընթացքում։ Նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին։ Ներքին գործերի նախարարի խոսքով այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, եւ մենք որոշել ենք նաեւ որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Տվյալ դեպքում մենք նաև փոփոխությունը ավելի տեսանելի դարձնելու համար, որովհետև հին նմուշի անձնագրերն էլ դեռ որոշ ժամանակ առնվազն շրջանառվելու են, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը։ Ընդհանուր պատկերը այսպիսին է, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել։ Հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, եւ այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Եվ այս շապիկի հետ կապված ունեք որևէ մեկ։ Պարոն վարչապետ, նկատի ունենանք, որ քանի որ խոսեցինք վիզաների ազատականացման մասին, Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել՝ մուգ կարմիր կամ բուրգունդիի տարբեր երանգներ։ Սա կարծում նաև լավ ժեստ է ընդհանուր տրամաբանության մեջ, թե փոփոխություն ունենալու եւ թե նաև համապատասխանեցնելու Եվրոպական միության ընդհանուր ստանդարտին։ Որոնք են այսօր Հայաստանի արտաքին սպառնալիքները և ինչ կերպ պետք է դիմակայել դրանց։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք ազգային դիմակայունության Հայկական ինստիտուտի հիմնադիր Գևորգ Մելիքյանի հետ։ Պարոն Մելիքյան, որոնք են այսօր Հայաստանի հիմնական արտաքին սպառնալիքները, որովհետև վերջին շրջանում շատ է խոսվում հատկապես հիբրիդային սպառնալիքների մասին և ինչ միջոցներով պետք է Հայաստանը դիմակայի դրանց։ Երկու տարբեր հարցեր են իրականում, ինչ-որ առումով փոխկապակցված բնականաբար։ Նախ փորձենք հասկանալ, նույնականացնել, թե որոնք են այն սպառնալիքները, որոնք ես որպես մասնագետ
կառանձնացնեի իրականում հիբրիդային սպառնալիքների շրջանակում։ Պետք է ասել, որ երբ պատերազմական գործողությունները չեն ավարտը դրանց չի հանգեցնում խաղաղության ինստիտուցիոնալիզացման, այսինքն երբ մենք փաստաթղթային առումով չունենք խաղաղություն գետնի վրա, միայն կա որոշակի պայմանավորվածություն կամ հրադադար որոշակիորեն, ապա դա առաջին հերթին հենց խոսում է այն մասին, որ պատերազմը գլոբալ առումով չի ավարտվել, որքան էլ որ եւ իհարկե դա շատ լավ է, ամենայնպես սահմանային լարվածություններ չկան, բայց սա մյուս կողմից հենց ցույց է տալիս այն շարունակականությունը, որը տեսնում ենք ադրբեջանական ագրեսիվ եւ պարտադրողական քաղաքականության մեջ, որը իր մեջ ներառում է տարբեր տեսակի հիբրիդային գործիքներ, որոնք հաճախ մարդիկ միշտ չէ որ այսպես ասած սովորական տեղեկատվության սպառողները ընկալում են որպես սպառնալիքներ։ Ուրեմն դրանցից մեկը սահմանադրության փոփոխությունների պահանջն է, որը Ադրբեջանը հստակորեն դեռևս տարիներ առաջ ներկայացնում էր։ Մի բան, որը այս կոնտեքստում հայկական կողմը փորձում էր ամեն կերպ չկենտրոնանալ, ասել, որ նման բան չկա, նման պահանջ չկա, դա ընդհանրապես որոշակի երևակայության արդյունք է, բայց մենք շատ լավ գիտենք, տեսնում ենք եւ այն ժամանակ էլ գիտենք, որ նման պահանջ դրված է սեղանին։ Պահանջների շարքը շատ լայն է, որոնք ըստ էության հանգեցնում են այն տրամաբանությանը, որ Ադրբեջանը փորձում է առանց կինետիկ, ֆիզիկական, ռազմական ուժ կիրառելու շարունակել իր դոմինացիան, իր վերահսկողությունը, այսպես ասած, ունենալ Հայաստանի քաղաքական, դիվանագիտական, մշակութային, կոգնիտիվ, տնտեսական եւ այլ չափումների վրա։ Եվ սա հենց հիբրիդային պատերազմի կամ սպառնալիքների իրական դրսևորումներից է, որը էլի այսօր շատ հաճախ ընդունված է դրանց մասին ցավոք չբարձրաձայնել, վախենալ առերեսվել այդ խնդիրներին, վախենալով ինչ որտեղ վնասել այսպես կոչված խաղաղության գործընթացին, մինչդեռ խաղաղության ցանկացած դրսևորում, ցանկացած ձևակերպում պիտի միանշանակորեն, որպես միջազգային հարաբերությունների համակարգի տրամաբանությունից բխող պիտի հենված լինի ուժերի հավասարակշռության եւ ոչ թե բարի կամքի եւ առավել ոչ թե պարտության զգացողության վրա։ Անվտանգությունն արդյոք միայն բանակի եւ ուժային կառույցների խնդիրն է, որքանով են տեսանելի քայլեր կատարվում համապարփակ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ֆորմալ առումով որոշակի քայլեր անում են եւ լավ է որ այդ գիտակցումը կա գոնե պետական ինստիտուտների տարբեր ներկայացուցիչների մոտ, բայց այն դեռևս ցավոք դեռ չի ստացել ինստիտուցիոնալ տեսք, ինչպես եւ խաղաղությունը, այնպես էլ պատերազմը, այնպես էլ անվտանգությունը պետք է ունենա, պետք է ուղեկցված լինի ինստիտուցիոնալ մոտեցմամբ, այսինքն համապարփակ անվտանգությունը պիտի դառնա Հայաստանի նոր այլընտրանքը, այս փոփոխվող, այս հարափոփող աշխարհում եւ ինչպես որ ոմանք ասում են նոր աշխարհակարգում, որտեղ մենք տեսնում ենք վերադարձ նորից ուժային լուծումներին, ընդ որում ուժային այստեղ մենք կարող ենք հասկանալ եւ կոնկրետ ռազմական ուժի կիրառումը եւ նաեւ այլ ուժերի կիրառումը ոչ միայն Հայաստանի պարագայում, այլև այլ պետությունների պարագայում, հետեւաբար պետությունները, փոքր պետությունները հատկապես պիտի մեծապես գնան սեփական կարողությունների ուժեղացման, մաքսիմալացման, ուժի կուտակման եւ ընդ որում էլի տարբեր ուժի կուտակման ճանապարհով։ Հայաստանի իշխանությունները պիտի մեծապես գիտակցեն սպառնալիքների աղբյուրների այսօրվա ժամանակակից սպառնալիքների աղբյուրների բազմազան առավել քան լինելը եւ ավելի վտանգավոր եւ ավելի թիրախային դառնալը։ Դա վերաբերում է եւ կոգնիտիվ չափմանը, dimension-ին, այսպես ասած, եւ տեղեկատվական, եւ հոգեբանական, եւ առավել եւս դիվանագիտական, տնտեսական, մշակութային եւ իհարկե ամենակարևորը ռազմական։ Այդ բաց թողումը ինստիտուցիոնալ կամ գիտակցության ոչ լիարժեք
կայացումը հենց բերում է նրան, որ սպառնալիքները ամբողջությամբ քարտեզագրված չեն, եթե չկա այդ հիվանդությունների կամ այդ հարվածների հնարավոր քարտեզագրումը, թե մենք ինչի հետ գործ ունենք, բնականաբար պատասխանել չի կարող համապատասխան եւ համարժեք լինել։ Հետեւաբար առաջին հերթին պետք է սկսել այդ գիտակցումից, որը Պարոն ես Մելիքյան, տեսնում եմ, որ կա բարեբախտաբար։ Այո։ Անվտանգության ապահովման համար պարտադիր է միջազգային ռազմական դաշինքներին անդամակցելը։ Օրինակ, ՀԱՊԿ-ին անդամակցությունը ինչ է տալիս Հայաստանին այս առումով։ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին գլոբալ առումով երբեք շատ մեծ բան չի տվել։ Ինքը ֆորմալ կառույց է, ինչ որ առումով fake կառույց է եղել միշտ, որը նպատակն է եղել լեգալացնել, ինստիտուցիոնալիզացնել հայ-ռուսական եւ հայ այլ այդ կառույցի անդամ երկրների հետ ռազմական համագործակցությունը։ Այս առումով իհարկե շատ տարբեր մեկնաբանություններ կան, ես միշտ դեմ եմ արտահայտվել ՀԱՊԿ-ի մեր անդամակցությանը։ Քանի որ այն համարել եմ ֆորմալ, այսպես ասած, ռազմական առումով սահմանափակումների մի ակումբ, որը հնարավորություն չէր տալիս մասնապես Հայաստանին զարգացնել իր հարաբերությունները այլ խաղացողների հետ, բայց հասկանալի է, որովհետև Հայաստանը իրեն դիրքավորել է այդտեղ, այնպես չի, որ իրեն ստիպել են դառնալ այդ երկրի այդ կառույցի մաս եւ անդամ։ Ընդհանուր առումով միջազգային հարաբերություններում դաշինքները կարևոր դերակատարություն ունեն։ Եվ սա նոր երևույթ չէ, ռազմական, ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցելը։ Այլ հարց է, երկու բան է կարևոր, որքանով է այն արդյունավետ, բացի ենթադրենք էժան գնով սպառազինություն ու զենք զինամթերքը գնելը կամ փորձառության փոխանակումը, եւ երկրորդը արդյոք այդ կառույցների, եւ խոսքը մեն ՀԱՊԿ-ին չի վերաբերում, այդ կառույցների անդամները, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի մասն է խոսքը, պատրաստ են իրենց այլ անդամի համար մտնել պատերազմի մեջ մեկ այլ խաղացողի դեմ, եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի։ Եվ մենք իրականում այստեղ ունենք տարբեր պատասխաններ, այդ թվում եւ ՀԱՊԿ-ի վարանելը եւ չմիջամտելը, չփորձել այդ հարցերին ուղիղ դիրքորոշում ցուցաբերել եւ խոսքը վերաբերում էր հայ-ադրբեջանական կոնկրետ սահմանային լարվածություններին եւ տարածքների գրավելուն։ Դա համար ընդհանուր տեսական կամ այսպես ասած իդեալական իմաստով այո կարևոր է անդամակցելը։ Տեխնիկական եւ արդյունավետության տեսանկյունից հարց է թե դու ինչ կառույցում ես եւ այդ կառույցը քեզ ավելի շատ տալիս է թե ավելի շատ խլում է քեզնից։ Այս փուլում Հայաստանի հնարավորությունները որոնք են սեփական անվտանգությունն ապահովելու առումով։ Նախ եւ առաջ բնականաբար զինված ուժերի ոչ թղթային, ոչ կոսմետիկ, այլ ֆունդամենտալ բարեփոխումները կամ ինչպես հիմա ընդունված է ասել կերպափոխում, այսինքն տրանսֆորմացիա, որ երկար process է, բայց դա միայն չի սահմանափակվում զուտ սպառազինություն ձեռք բերելով։ Դա բնականաբար համապարփակ համակարգի, համապարփակ անվտանգության ներդնումն է։ Հակառակ դեպքում Հայաստանը չի կարողանա համարժեք պատասխաններ տալ բոլոր այն հարվածներին, բոլոր այն հարձակումներին, գրոհներին, սպառնալիքներին, որի տակ ինքը հայտնվել, իսկ դրանք շատ են։ Հետևաբար Հայաստանը, այո, կարող է առաջին հերթին բնականաբար սկսել որակական փոփոխություններ անել զինված ուժերում, դա չի վերաբերում կրճատմանը, դա չի վերաբերում միայն ամրաշինությունների կառուցմանը, դա վերաբերում է ֆունդամենտալ առումով դոկտրինալ փոփոխություններին զինված ուժերում, դա վերաբերում է ընկալմանը ժամանակակից աշխարհի եւ չբավարարվել միայն զուտ դիվանագիտությամբ ձեռք բերված այս կամ այն փոքրիկ կամ ոչ փոքրիկ ձեռքբերումներով։ Դա կոնկրետ գիտակցումն է, որ աշխարհը այսօր փոխված է, ցավոք դեպի նորից գնում է դեպի ռազմական լուծումների տիրույթը եւ Հայաստանը հետեւաբար գոնե այդ պլանում պիտի այդ գիտակցումը ունենա։ Մնացածը արդեն ինչպես ասում են տեխնիկայի եւ քաղաքական կամքի խնդիր է։ Հայաստանը պիտի քարտեզագրի բոլոր սպառնալիքները եւ առավել եւս խոցելիությունները, որոնք ոչ միայն Հայաստանի պարագայում, այլ եւ հատկապես Հայաստանի պարագայում բավականին շատ են, եւ սկսի այդ խոցելիությունները եւ կախվածությունները թույլատրել ռազմավարական իմաստով, որպեսզի դառնան ավելի ինքնաբավ, մանևրականությամբ ավելի հաջող եւ բնականաբար ունենալով ամենակարևոր ազգային շահի գիտակցում եւ այդ գիտակցման հետապնդում։ Բելարուսի եւ Լեհաստանի սահմանին տեղի է ունեցել կալանավորների փոխանակում։ Բելարուսական լրատվամիջոցների տվյալներով ազատ են արձակվել տարբեր երկրների 10 քաղաքացիներ։ Նրանց թվում է լրագրող Անջեյ Պոչոբուտը։
Փոխանակումը երկու երկրների հետախուզական գործակալությունների միջև նախորդ տարվա սեպտեմբերին սկսված փակ բանակցությունների արդյունք է, որում ներգրավված է եղել 7 երկրի հետախուզական գործակալություն։ Աղբյուրների համաձայն գործընթացն սկսվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված բարեկամ երկրների առանձին ղեկավարների կոչերից հետո։ Ոդտակ միջազգային ընտանիքն ընդլայնվեց։ Մեր թիմին են միացել վրացի լրագրողներ եւ ապրիլի 27-ից մեկնարկել է նոր նախագիծ ՎՏ Սաքարթվելո Նյուզը, ոդտակը վրացերենով։ Մանրամասները իմ գործընկերների պատրաստած տեսանյութում։ Այսուհետ Վարշավան կխոսի նաև վրացերեն։ Ստուդիայում մեկնարկից առաջ վերջին շտկումներն են։ Ոդտակը պատրաստվում է կամուրջ դառնալ հեռուստադիտողի հետ նաև վրացերենով։ Ես շատ եմ հուզվում, որովհետև սա մեծ պատասխանատվություն է նոր հարթակից պատմել հեռուստադիտողին տեղի ունեցածի մասին այն, ինչ նա արդեն գիտի, բայց միևնույն ժամանակ դա ներկայացնել նոր ձևով, այնպես որ ավելի հետաքրքիր լինի։ Ոդտակ Սաքարթվելո Նյուզը ոդտակ խմբագրության նոր նախագիծն է, որը Լեհաստանի հանրային հեռուստատեսության միջազգային հեռարձակման կենտրոնի մաս է հանդիսանում։ Այս նախագիծը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումն է եվրոպական տեսանկյունից։ Սա հատկապես կարևոր է, երբ ամբողջ տարածաշրջանը ողողված է Կրեմլի տեղեկատվությամբ պատերազմական լուրերով։ Այն մարտահրավերների ժամանակ, որոնց բախվում է այժմ Վրաստանը, շատ կարևոր է, որ բացվում է եւս մեկ պատուհան, որտեղից հնարավորություն կունենանք հանրային հեռարձակողի հովանու ներքո հասարակությանը փոխանցել ազատ եւ հավասարակշռված տեղեկատվություն։ Սա կլինի հատուկ Վրաստանի համար եզակի ձայն Եվրոպական միությունի։ Այսպիսի կամուրջը սկզբունքորեն կարևոր է հատկապես հիմա, երբ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները գտնվում են բավական բարդ փուլում։ Ընտրություններն ու բողոքի ակցիաները, ընտրակեղծիքների դեմ պայքարը, եվրաինտեգրման համար օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության շուրջ քննարկումները, Վրաստանի հասարակական կյանքի այս եւ այլ թեմաները վաղուց արդեն ոդտակի ուշադրության կենտրոնում են։ Երբ մենք լուսաբանում էինք Վրաստանում, Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերը, հանդիպում էինք հեռուստադիտողների, որոնք մեզ դիտում էին, մեր ալիքը եւ ճանաչում էին մեզ։ Հույս ունեմ, որ վրացերեն լեզվով ծառայությունն էլ նրանց դուր կգա։ Ծրագիրը կհեռարձակվի երկուշաբթիից ուրբաթ օրերին եւ նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր դիտում են նորություններ վրացերեն լեզվով աշխարհի ցանկացած վայրում։ Լրագրողներն աշխատում են ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Վարշավայի նյուզրումում։ Կարող եք դիտել Բելսատ Ալիքով, այդ թվում արբանյակով, ինչպես նաեւ YouTube-ում եւ Facebook-ում։ Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կիրականացնի եվրոպական շրջագայություն։ Նախատեսվում են համերգներ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում եւ Իսպանիայում։ Նվագախումբը հանդես կգա ժամանակակից երաժշտական արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ։ Նվագախմբի երգացանկում տեղ կգտնեն դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև հայ հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի Սպարտակ եւ Գայանե բալետներից հատվածներ։ Շրջագայությունը եվրոպական հեղինակավոր բեմերում Հայաստանի մշակութային ներկայությունն ամրապնդելու առիթ է, որը հերթական անգամի ցույց կդնի մշակութային դիվանագիտության ուժը եվրոպական առաջատար բեմերում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։